տարել է ապօրինի, էլի Վարդսու բանով, իր պաշտպանով, Արտյոմ Մանասյանով, հիմա էլ որոշել է իմ փոխարեն, որ ես կարիք ունեմ հանրային պաշտպանել։ Ես իրավաբանական օգնության կարիք ունեմ, եւ այդ օգնությունը ապահովում է Զարուհի Փոստանջյանը։ Մենք խնդիր ունենք, որովհետեւ այդ նույն քննիչը ապօրինություններ է կատարել։ Եվ հիմա, քանի որ Լիլիթ Աղեկյանը ունի մտավախություն ապօրինությունների շարունակության վերաբերյալ, այդ իսկ պատճառով Լիլիթ Աղեկյանը գալիս է այստեղ իր փաստաբանի հետ, որը ես եմ։ Քննիչին առանց ինձ հետ խոսակցելու, հարցնելու ներգրավել Ոման Պետրոսյանի որպես հանրային պաշտպան։ Պետրոսյանը։ Պետրոսյանը, որ օրենքով ես կամ կային փաստաբանը եւ քննիչը սա այս օպերացիան ինքը միշտ է անում։ Ինքը նախապես մարդ է բերում իմ փոխարեն, այն հանրային պալատի, փաստաբանների պալատի բոլոր հանրային պաշտպաններից ես հրաժարվում եմ, հրապարակային ասում եմ, բոլոր ում ուզում է լինի, Լեննագան, Վանաց, որտեղից կուզեր լինի, բոլոր պաշտպաններից ես հրաժարվում եմ, իմ պաշտպանը մեկն է, Զարուհի Փոստանջյան, սա հրապարակային հայտարարություն է, պարոն Սիմոն Բաբայան, Քննչական կոմիտեի նախագահ, նկատի ունեցեք, Համարտու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, սա ինչ է տեղի ունենում իմ նկատմամբ, ինչ եք ուզում ինձանից եւ իմ ընտանիքից ու իմ փաստաբանից, ինչ եք ուզում, ոչ, եթե Փոստանջյանը չի գալիս իմ իրավաբանական օգնություն ցույց տվող մարդը, քննիչի վարձած, բերած, բերովի հանրային պաշտպանի հետ ես գործառույթ չունեմ։ Մենք այդ հանրային պաշտպանի տուժված մարդիկ ենք։ Այո, դուք փոխանցեք, որ հանրային պաշտպանից տուժել է Լիլիթ Աղեկյանը, հանրային պաշտպանի ապօրինի գործողություններից, դրա պատճառով է նաև խոշտանգումը նրա շարունակվել, նրա պատճառով էլ, որ մեկ ամիս գտնվել է կալանքի տակ, հետևաբար, այո, հանրային պաշտպանների, այդ հանրային պաշտպանը քննիչի կողմից նորից ներգրաված ապօրինի է եւ հետևաբար Լիլիթ Աղեկյանը մտավախություն ունի, որ այդ ապօրինությունները շարունակվելու են իր նկատմամբ։ Հետագան անգամ հայտարարում եմ, հանրային պաշտպանի գրասենյակի բոլոր փաստաբաններից, բոլորից ես հրաժարվում եմ, պարոն Սիմոն Բաբայան, ինչ է ձեր ուզածը, ում եք դուք ծառայում, ում է ծառայում, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, ելակ ինձ վարկաբեկեցիք, սուդը խոսեցիք, ում է ծառայում ձեր քննիչը, ես ունեմ փաստաբան, փաստաբանից հետ մտնում եմ Քննչական կոմիտե, մտնում եմ ցանկացած կառույց, ասում եմ մենք հանրային պաշտպան ենք հրավիրել ձեզ համար։ Քննիչը խոսացի կարող եք մենակ բարձրանալ ու իր մոտ հրաժարվել հանրային պաշտպանից։ Քննիչի կարտը մենակ էդ է։ Քննիչը դժվար է հասկանում, ես իր մոտ չեմ բարձրանա, ես հրաժարվելու եմ։ Մենք քննիչից սպառնալիքներ ենք ստացել, հետևաբար այդ քննիչը, որը սպառնալիքներ է հաղորդել Լիլիթ Աղեկյանի մայրիկին, Լիլիթ Աղեկյանին, մենք խնդիր ունենք այդ քննիչի սպառնալիքների հետ կապված։ Մենք հիմա խնդրում ենք մի հատ մեզ տվեք գրիչ եւ թուղթ, մենք հիմա գրավոր կգրենք, դուք փոխանցեք այդ քննիչին։ Ես հա չեմ կարող ավարտեմ, Աննա Վարդապետյան, ինչ է կատարվում, ինչ եք ուզում դուք ինձանից եւ իմ ընտանիքից, բացահայտել եմ կոռուպցիան, դրել եմ թեմերդ, գնացեք զբաղվեք, էլ ինչ կուզեք ինձանից։ Խնդրեմ մի հատ թուղթ ու գրիչ կտա։ Ես կգրեմ։ Ունես, դա հիմա կգրենք։ Եվ ես քննիչի մոտ հիմա կարտահայտագրենք, այս մարդ ես քննիչը Միքայել Ավետիսյանը, ինձ անձնական ոխ ունի, ինձ հետ հաշիվներ է մաքրում եւ մենք բացարկենք իրան ներկայացել։ Տիկին Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ, ինչի է այս հարմար քննիչ է, հայ երևի, ինչի է այս քննիչը շարունակում Շիրակի մարզում խոսքի ազատության հետ կապված բոլոր ապօրինի սահմանափակումները հանձնարարվում է փաստորեն այս տաղանդավոր անձին։ Այս անձը հետևողականորեն շարունակում։ Այս անձը, այդ Միքայել Ավետիսյանը հետևողականորեն իմ հետևից է գնաց, հալածում է եւ իմ ունեցած տվյալով փայլուն կատարում է Կարեն Գևորգյանի հետ համատեղ այդ գործողությունները։ Գրենք Քննչական կոմիտեի քննիչ
Սրանց գրիշներն չեն գրում մի վարկան։ Ուզում եք մատ թող ունեմ Չէ, ես մի բան կանեմ։ Հիմա լրացնում ենք արձանագրություն նաև հայտարարություն Շիրագի, Մարզայի Կարոս չգրես քննչական կոմիտեի քննիչ Միքայել Ավետիսյանին Վարչության Ինչ են ուզում սրանք ինձ հայտարարություն իրազեկում Ավետիսյանը լավ, ստեղ կգնեմ Հայտարարություն իրազեկում 2025 թվականի հունիսի 10-ին իմ բնակարան են այցելել Այո, իմ բնակարան են այցելել 3 անձ Նրանցի 2 կին, 1 տղամարդ Նրանցից մեկը տղամարդը բավականին երկար ժամանակ չի ներկայացել, թե ով է դրան հետևից խոսելով մայրիկիս հետ Վերջի վերջո Ֆարգան Վերջի վերջո հայտնել է իր անունը և ներկայացել է որպես ոստիկան ասել է, որ այսօր ես պետք է 9:30 գտնվեմ քննչական կոմիտեում քննիչ Միքայել Ավետիսյանի մոտ ինչ-որ ապացուցողական գործողության մասնակցելու համար։ Պարզվեց ոչ մի ապացուցողական գործողություն չի իրականացվելու այլ տեղի է ունենալու ժամավաճառություն եւ ինչ որ մի հանրային պաշտպան պետք է ստանձնի իմ իրավունքների պաշտպանությունը Այս պահին խախտում են իմ հիմնարար իրավունքը Եվրոպական դատարան դիմելու համար եւ իմ նախընտրած պաշտպանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու
հարցում։ Սույն փաստաթուղթը փոխանցում եմ քննիչ Միքայել Ավետիսյանին եւ կներեք քրիչուս կանգնավ։ Ասնակը չի գրում։ Ուրիշները չեն դառնում սրանցավորությունները փոխանցում են քննիչ։ Միքայել Ավետիսյանին եւ պահանջում ինձ ստանուցագրերը ուղարկել պոստային առաքման միջոցով ոչ էլեկտրոնային, ոչ հեռախոսային, այլ հենց փոստի առաքման միջոցով առանց ոստիկաններ ներգրավելով առանց ոստիկաններ ներգրավելով նորից հայտնում եմ, որ ես հրաժարվում եմ ցանկացած փաստաբանի ձեր կողմից ներգրաված եւ պնդում, որ ես ունեմ պաշտպան։ Հիմա մենք սա խմուտքագրենք։ Պոստային առաքումները նորից դա կրեմ։ Պոստային առաքումներն արեք փոստի ոչ թե էլեկտրոնային փոստի միջոցով։ Էլեկտրոն կամ հեռախոսով։ Հեռախոսով էլ գիշերվա ժամերին ձեր տան ֆիքսված հեռախոսներ չէ օգտագործել անհանգստացնեն։ Հեռախոսի միջոցով։ Դադարեցնեմ ոստիկանական այցերը ձեր բնակարան։ Դադարեցրեք ոստիկանական այցերը եւ ահաբեկումները։ Մեր ընտանիքին։ Մի քիչ շատ բան կհեցի, կորիցը լավ է, բայց ոչինչ, ամեն պատուանի վրա է, ժողովուրդն էլ տեսավ, լսեց, այսօր ամսի 11-ը 06 2025 9:59 րոպե։ Так, ժամը 9:59։ Նաև մենք արձանագրեցինք, որ քննիչը այդ իա ուզած անձին հրավիրել էր բավականին ուշ եւ այնտեղ հիմա իրարվել գործողություններ են իրականացնում։ Գնացինք Հիմա այսպես տակ մենք չեն դիմացը տակ։ այնտեղ Հայաստան, որ ցոտը կնկարենք հետա։ Ուր է ձեր գրասենյակը։ Եվրոպես պասեք, մի նայենք դիմով վերցնեք, կանչենք կա վերցնենք։ Այսինքն մենք ուզում ենք մուտքագրենք եւ նաեւ ստանանք ստացական։ Հասկացա, Եվրոպես պասեք։ Մերով է կսպասենք։ Մանուգործերը թողած Լիլիթ Աղեկյանի գործով են շատ ուժեղ զբաղվում, որ Լիլիթ Աղեկյանը դատավորին ասել է կոռումպացված։ Սպասում ենք, տեսնենք երբ են վերցնելու Լիլիթի փաստաթուղթը։ Շիրակի մարզում վխտում են թմրանյութերի տարածումը, բայց Լիլիթ Աղեկյանն են հրավիրում արտաքննության, թե քննչական ինչ-որ գործողության, որտեղ գործել չկա։ Իրանքներ հատուկ
բաժին ասեմ։ Առանց զայնել մեզ այնց այդքան ժամանակ են խլել։ Աջակցող բաժին։ Բարև ձեզ։ Այդ ուզում եք որ դուք հարարություն իրազեկումը Մուտքագրեք։ Տեսնում եք, չեն թողնում որ Հա, ասում եմ մեկը կգած, ես մոդելնա։ Ձեզ շենք Մեկ է գալու գործողություն։ մեզ ստացական էլի տրամադրեք։ Հա, պատճենենք տանք ձեր։ Այո, որ ստացակ։ Արգելի ժողովուրդ, պարոն Սիմոն Ոստիկանը Բաբայան, ոնց էր մեզ Աննա Վարդապետյան, սա դատարեցրեք իմ եւ իմ ընտանիքի փաստաբանի նկատմամբ հալածանքը։ Ինչ եք ուզում ինձանից, ինձ հայտնի չէ։ Սիմոն Բաբայան, դուք ձեր տեղում եք։ Ձեր այս բոլոր արածները, ինչ որ արվում է իմ գլխի ձեր դուրը գալիս է, սա փաստաբանական գործունեություն է, թե պետական քաղաքականություն է։ Ձեր փաստաբանների ոչ արհեստավարժ վարկագիծը, վարկագծի արդյունքում ես հայտնվել եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, չէ, ինչքան գիտեմ, զրպարտելուց ոնց որ լավ էիք, էս է ձեր գործունեությունը, ձեր կառույցի Գյումրիում գործունեությունը, կադրեր եք փոխում, որ ինչ, մեկին հանեցիք, մյուսին տրեցիք, որ ես վարքխանալյանի նկատմամբ շարունակվի։ Լավ իմացեք Սիմոն Բաբայան, Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ, ցանկացած փաստաբան, պահանջային պաշտպան, որին դուք կբերեք, բոլորից հրաժարվելու եմ, դա իմ սահմանադրական իրավունքն է։ Ես պետք է դիմեմ եվրոպական դատարան եւ իմ փաստաբանը եղել է կա ու կլինի միայն Զարուհի Փոստանջյանը։ Ոնց ուզում եք վերաբերվեք։ Փաստորեն ժողովրդին չէ ստացվում։ Ես իմ փաստաբանով գալիս եմ, իրանք իրանց pedagogan փաստաբանին են ինձ դեմ տալիս, քաջ իմանալը, որ Փոստանջյանն է փաստաբան։ Ներեցեք, ես կարող եք հենց հիմա բացացնել։ Քննիչին։ Որ մենք սպասում ենք, էլի, որ տեսնենք ստացավ ինքը։ Մենք ձեր դեմ ոչինչ չի կա, ոչինչ։ Արթուր Պողոսյան, այս կառույցը, այս է սրա համար եկեք Գյումրի, հա, այն նախկին պետին ոնց որ դուք ազատեցիք, հետաքրքիր է դրա կոռուպցիոն ըստ Գյումրիում տարածված։ Ներեցեք, հիմա կհայտնեք, որ փաստաթուղթը գնաց իր մոտ քննիչին։ Տեսեք գնում է։ Այո։ Հա, դուք իրան մի հատ էլ իրազեկեք, որ մենք այստեղ ենք փաստաթուղթը փոխանցում ենք Արթուր իրեն։ Պողոսյան, տեղյակ եք, ինչ որ Գյումրիում խոսում են, որ ըստեղի նախկին պետը Աղասի Իսահակյանը ինչ որ կոռուպցիոն մեծ գործարքների մեջ է տարբեր քննիչների հետ։ Դուք տեղյակ եք, Գյումրիում անուններ են տալիս այդ քննիչների։ Եթե ձեզ շատ հետաքրքիր է, հենց այս պահին ձեզ կոչ եմ անում, վաղ ինձ հրավիրել ձեզ մոտ, ես պատրաստ եմ ձեզ հետ դեմ արդեն նստել, խոսել, տամել քննիչների անունները։ Ես պատրաստ եմ։ Եվ պատրաստ եմ ձեզ ներկայացնել վաղը ես սպասում եմ։ Վերջ ավարտեցիք դուք ձեր գործը։ Ներեցեք, դուք մեզ հայտնեք էլի տեղեկություն, որովհետև դա ձեր պարտականությունն է։ Դուք եկել եք Լիլիթ։ Սիմոն Բաբայան, տեսեք, գնաց առանց մեզ իրազեկել, իմ պաշտպանն էր ձեր կառույցից։ Եվ այսպիսի վարկագիծն էլ դրսևորվում է ում կողմից, հանրային պաշտպանի կողմից։ Մտնում ենք նորից մեզ։ Պարոն Արթուր Պողոսյան, լսեցիք, չէ, իմ կոչը ձեզ, իմ հորդորը ձեզ, հարամ եղեք, ես պատրաստ եմ գալ ձեզ մոտ։ Ներեցեք, մի հատ կապ կհաստատեք քննիչի հետ։ Մենք իմանանք ինչ անենք։ Իմանանք ես հայտարարությունը հասել իրանք։ Հասել է եւ ինչ անենք։ Մենք սպասում ենք։ Մենք նորից պնդում ենք մեր հայտարարության տեքստը եւ պահանջում ենք, որպեսզի նա մեզ ընդունի։ Մենք եկել ենք իր հրավերով։ Ֆիքսենք ժամը քանիսներան ժամով 10:10 մենք եկել ենք քննիչի հրավերով եկել ենք, բայց այո, քննիչը մեզ դեռ չի ընդունել։ Ուղիղ 40 րոպե է, Լիլիթ Աղեկյանը քննիչի կանչով եկել է քննչական կոմիտե, բայց քննիչը նրան չի ընդունել։ Գերավետիսյան Տիգին Փոստանջյանը քսեր մենք ինչ պետք է անենք։ Լիլիթ Աղեկյանը այստեղ սպասում է։ Իր կանչով մենք եկել ենք։ Ուղիղ 9:00 Ուղիղ 9:00 այստեղ ենք եղել։ Պաշտպան Ժորա Պետրոսյանի հետ կարող է Լիլիթ Աղեկյանը վերև բարձրանալ, հետև Ժորա Պետրոսյանը գնաց Լիլիթ Աղեկյանի հետ չխոսեց, նույնիսկ մի բառ չխոսեց։ Ինքը իմ պաշտպանն է, հա։ Մենք Ժորա Պետրոսյան չենք է ճանաչում։
Մարդը իրան պաշտպանի պես Մենք կարող ենք իմանալ այդ ծանոթագիրը, որ երեք ոստիկանների կողմից ուղարկել էր, ուր է, մենք ինչի համար ենք այսօր այստեղ։ Մենք Ժորա Պետրոսյանին չենք ճանաչում։ Ինքն էր, հա, ես իրանից լիքը բողոքներ եմ ստացել, տարբեր քաղաքացիներից, Ժորա Պետրոսյան, հիշեցի։ Մի գործ, մի քաղաքացի էր ինձ դիմել, ես Մեզ կարող է տրամադրել ծանոթագիրը, մենք իմանանք ինչի համար են մեզ այստեղ հրավիրել։ Հա, լսում եմ։ Հա, դե համիկ ուկամ ես։ Յոպե մի ականիչի մոտ պարսինում կամ։ Հա, մի ծանոթագիրը իրենից ուզեք, էլի, մենք չգիտենք ինչի համար է։ Ահա գրում ենք ինչի։ Այս ինչ շոկ է։ Սա ժողով էր ձեր մոտ, հա։ Այսքան քննիչներ կան, տեսեք ինչ երիտասարդ քննիչներ են։ Այո, գործարքով քննիչներ են։ Այս մի քննիչին ճանաչում ենք, էլի։ Որ մեկն էր, այ դուք եք։ Իրազեկելի վրա գործ է կայել, Պապանյան արած այդ բարեկամն է։ Այս քննիչները ժողով էին անում։ Նոր պետ ունեն այս քննիչները, ով է նոր պետը։ Տեղակալը դարձել է նոր պետ։ Տեսեք, փոխարենը հանցագործությունները բացահայտեն, խոսքի ազատության նկատմամբ ոտոզգություններ են անում։ Դրա հայրը այլի պետն էր, եղբայրն էլ ինչ որ էլի քննիչ է։ Այնի վրա գործ է, ինքն է առաջինը տեսարկել ու տվել Միքայելին, հիշեցիք։ Այո։ Տեսակ ինչ։ Այդ որ դատավորին Այն առաջինը կոռուպցիա ինչքան գիտեմ Շիրազի քանդարանի նախկին տնօրեն Պապանյան արայի մոդելի մոդելի Պապանյան արապես երբ ինչ որ զբաղված գործ կարելով Ձեզի չեն դա գայս այդպես ժամը ստեղ կայնացեք նորիչի հա նոր հիշեցի Ստեղ կայնած ոչ ֆրագորեք ուրանի մեջ եք սիրիզի ու գարեք Ձեր տունը չենք եկել, ձեզ նկարում եկել ենք հանրային վայր։ Գնամ, նույնիսկ տարածքը։ Մենք այստեղ ստիպված ենք եկել, մեզ են հրավիրել։ Պարոն Արտուր Պողոսյան, երրորդ անգամ եմ կրկնում, վաղը սպասում եմ ձեր կանչին, դուք գիտեք ինչպես ինձ գտնել, ձեր կնիչը արգրավել է իմ հեռախոսը, բայց դուք գտեք ինձ, ես կգամ Ապորինի։ Գողացել է, չի արգրավել։ Այո, ես կգամ, ձեզ կներկայացնեմ տեսնեմ։ Վնասելով Լիլիթ Աղեկյանի մայրիկի ձեռքը։ Այո, ստեղի քննչականում ինչ է կատարվում, կոռումպացված քննիչների ունեցվածքը, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, օդում կախված լուրերի ես ձեզ կներկայացնեմ, եւ կարգի բերեք ձեր կառույցով այդ Միքայել Ավետիսյանը հարմար գործիք է, հա, կներեք արտահայտությանս համար։ Ինչ է ուզում դա ինձանից ընդհանրապես։ Եվ մնացածները։ Մի հատ կճշտեք, ինչ ենք անում մենք հիմա այս քննիչից։ Մենք նույնիսկ չգիտենք ինչի համար է մեզ հրավիրել։ Ծանոթագիրը չենք ստացել։ Իմ գործընկերը բարձրացել է ձեր հարցով։ Կխնդրեմ դուք կողքի կառնեք, ես մնացած քաղաքացի։ Դե սպասում ենք։ Ունեք մենք չենք խանգարել ոչ մի։ Տիկին Աննա Վարդապետյանը, ինչ է կատարվում Շիրակի մարզում, ինչ է ձեզ պետք, իմ ու ձեր նպատակների մեջ, Չէ։ Ես բացահայտել եմ կոռուպցիոն մեջ շղթա, այդ կոռումպացվածները քներ եք սպանվել եմ, բացահայտել եմ, Կոռուպցիան խրախուսվում է։ սպանվեք էլի, Չէ, կոռուպցիան խրախուսվում է։ սպանվեք, փաստերը տվել ենք ամեն Ներեցեք, ինչ որ մի տեղեկություն մեզ կհաղորդեք։ Տիկին Աղեկյան, ծանոթագիրն է։ Սրա վրա գրեք ստացա մեկ օրինակ։ Մի վարքյամա ծանոթանանք նոր է, տեսնենք Ասիկ ձեր ծանոթ։ Հունիսի 12-ին ժամը 9:30-ին Լիլիթ Աղեկյանը չի կարող մոտենալ, որովհետև դատական նիստ ունի։ Այո, և ես նոր թխեց պետք։ Ինչի համար է ուզում այս ծանոթագիրը, համաձայն։
Ինչու կարողացան լիգանություններ կոդել, դա նկատան անհավալից վերաբերմունքի մասնակցելու նպատակով։ Խուլիգանությունը կատարել են շատ մարդիկ, խուլիգանները իրենք են, ով որ ինձ խուլիգան է ասում, դա է խուլիգանը, ոչ մի բանով էլ աղացուցված չէ, ամեն ինչ, ես էլ վաղը դատական լիստի եմ կարող եք ճիշտ եք իմանալ, որ դատական լիստի։ Մենք իրան փոխանցենք։ Իսկ ձեր ծանոթագիրն է։ Այսինքն եթե ես չկայի, սա ո՞նց էր գալու։ Ուրեմն ներեցեք, այս մենք հիմա ինքը կարող է մեզ ուղարկել, թե ուզում է որ ձեռքով մեզ արձերն ստանանք։ Մենք հիմա քանի որ չենք էլ հավատում ես իա ստորագրությունն է, թե ոչ, մենք գնանք թող ինքը արձերը, ոնց որ հիմա ձեզ ա դիմել, որովհետև ստեղ ոչ համար կա, ոչ բան կա, ոչ մի բան չկա։ Մի հատ ասեկյան թող համարով, բանով փոխանցի, մենք գանք, եթե կարանք արձերն իրենից ստանանք, ոչ թե ձեր միջոցով։ Մենք իրեն չենք հավատում, բայց որ ինքը մեզ արձերն տա, դրան կհավատանք։ Մի հատ փոխանցեք, թող արձերն մեզ իջնի փոխանցի ինքը։ Մենք չենք է ցանկանում բարձրանանք վերև, թող ինքը իջնի արձերն փոխանցի, ոչ թե ձեր միջոցով։ Արգելի ժողովուրդ, հալածանքը իմ նկատմամբ շարունակվում է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ ասել են, թե լավ է եղել, տարել են ինձ, այդ լավից թող ձեր տունը միշտ լինի, որ պակաս չմնա, ովքեր որ ասում են, որ Աստված պատժեց, ես ձեզ ասում եմ, ինչի օրվա իշխանությունները Աստված են, որ պատժում են, ինձ Աստված օգնել է Մեղրնեմ իրազորությանը, որ ես այդ գերեզմանոցից դուրս գամ, Աստված ինձ չի պատժել, Աստված կպատժի անիրավներին, որոնց ես բացահայտել եմ։ Այնպես որ այդ որ կրում եք լավ եղավ, ես խուլիգանություն չեմ արել, ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, դատավորը ինձ այո սանկցիա է կիրառել, դուրս է հանել սենյակից, բայց այլ գործողություն չի արել, որևէ հարգադիր կատարող չի բողոքել իմ գործողությունների դեմ, դուք տեսել եք, որևէ մեկը ինձ չի մոտեցել, ոչ մի բան չի ասել, շինձու գործը սարքել են իմ գլխին, միասին դիմանանք արգելի ժողովուրդ, ես ձեզ նորից շնորհակալ եմ։ Սպասենք, տեսնենք գալիս է արձերն փոխանցի այդ քննիչը, թե չէ։ Տեսակ հարգելի հայրենակիցներ, որ մի քանի օր առաջ այստեղ պետ են փոխել, Աղասի Իսահակյանը դուրս է եկել աշխատանքից, այսինքն դադարել է իր պաշտոնում գտնվել։ Հիմա ինչ-որ տեղակալ են նշանակել, թե ով է տեղակալը, ինչ-որ Մկրտչյան այդ մանկնչական կոմիտեի էստեղի ղեկավարն է, այդ Մկրտչյանը։ Ես փաստաթղթի տակ եմ տեսել իր ստորագրությունը, ես չեմ տեսել։ Հիմա սպասենք ինչ է կատարվելու, տեսնենք երբ են վերելու։ Կատարեցեք, ինչ եք ուզում ինձանից, ինչ չեմ արել ես, ինչ հագապետականում տունն եմ քանդել, մոջախն եմ վառել, շուշին եմ հանձնել, կուրք եմ բերել, ինչ եմ արել։ Ես իմ գործունեությունն եմ իրականացել, համարել եմ, որ իմ պետությանը այդպես կարող եմ օգնել։ Եթե դուք գտնում եք, որ բացահայտողին պիտի տանեք այս հալածանքի ու այս վիճակի, ինչ ասեմ։ Իսկ մնացած կոռումպացվածները մինչև այսօր նստած են պետական տարբեր պաշտոններում, դպրոցների տնօրեններն են, որոնք որ բյուջեներ են լափում, այսօր հանգիստ լափում են։ Լափից իրենց էլ են փոխանցում, ամեն մեկին մի բան հասնում է։ Ես էլ արմանն եմ, ես իրանց հեշտական ծպանն եմ, հաստատանն էր, հանրային պաշտպաններին։ Տեսեք ոնց են գալի դրս։ Ներեցեք, ես որ սենց հանգիստ գալի հաստաբանը անցնում այդ ոնց եք թողում, ինձ թույլ չեք տալիս։ Նոր անց գնաց, ինչու դրանից։ Քանի՞ չէ, որ թույլ կուտա։ Թուղթ չուներ ինքը իր ձեռքը, ինչի՞ չստուգեցի։ Ես հիմա փաստաբան եմ, ինձ թույլ չի թույլատրել։ Գերջան, բոլորները ստեղծի, ես թույլ տվություն չեմ ստանա։ Քանի՞ չէ, ձեր չի թույլատրել։ Այդ Մանասյան փաստաբանը, որը եկավ եւ օգնեց Լիլիթ Աղեկյանին խոշտանգեին, այդ ոնց ինքը անցավ այստեղ։ Դսում եմ։
Ինչպես։ Ինչ գիտես, ապացուցեք։ Այս ինչ խտրական մոտեցում է։ Երբ որ պարոն Ավետիսյանը ցեզի թույլատրեց որ վերև բարձրացնի։ Չէ, մի վարքան, բայց այս հանրային պաշտպանին ով թույլատրեց որ գնաց։ Որ քնիչը։ Ինչ գիտեք, որ քնիչը թույլ տվեց։ Մեզ մի հատ բարձաբանեք։ Այդ որ քնիչը թույլ տվեց, որ դուք այդ տենց աչքերը փակեցիք, ինքը վազելով բարձացավ վերև։ Այսինքն մենք հիմա համոզված ենք, որ այս նույն քնիչն է հրավիրել։ Ու ինչ եղավ։ Բա ո՞նց բարձացավ։ Որ գործով բարձացավ։ Որ քնիչը իրեն թույլ տվեց, որ բարձրանա։ Մենք ամեն գործ պարտավոր չեն ցեզի բացատրել։ Այդ հանրային պաշտպանը Դավթ Մանասյանն է, արգելի ժողովուրդ, որը ծպտուն չանեցին խոշտանգումների վերաբերյալ, ծպտուն 5 ժամ սպասեցնել տվեց դատարանում, Աբորինի դատական, եկեք ես կողմ որ չսեք տենցի կնգարեք, ուրեմն ինքը պարտավոր էր 12 ժամվա ընթացքում իր նկատմամբ պիտի դատարանը որոշում կայացներ 18 ժամ անց է արել, ինքը ծպտուն չանեց բոլոր խոշտանգումները ոստիկանական ինչ տեղի են ունեցել իր նկատմամբ, ինքը գիտի տեղյակ է, մի հատ բողոք չի ներկայացել, պարոն Սիմոն Պապայանը նորմալ է։ Քննչական կոմիտե է գալիս, ոնց որ իր տուն է գալիս։ Այսինքն հանրային պաշտպանը վազելով, վազքով կարող է մտնել, գնալ քննիչի մոտ, առանց որևիցե պարզաբանում ստանալու ոստիկանից կամ ոստիկանի մոտ նաև իր ներկայությունը արձանագրելու, որ ինքը մուտք գործեց քննչական կոմիտե, տեսեք։ Հիմա ինչ էր արել, ինչ չէր արել չգիտենք, բայց այնուամենայնիվ պատկերացրեք, մի դեպքում հանրային պաշտպանը հանգիստ կարող է մուտք գործել, սա էլ այն հանրային պաշտպանն է, ով օգնել է, որ Լիլիթ Աղեկյանին խոշտանգեն եւ ապօրինի պահեն կալանքի տակ, հենց այդ պաշտպանն է, տեսակ ոնց է կար մտավ։ Տիգին Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ, ձեզ եմ դիմում, ես 4 անգամ դիմել եմ ձեզ մոտ ընդունելության համար, որպեսզի ներկայացնել Շիրակի մարզում տիրող կոռուպցիան, կոնկրետ ոլորտում կապիտան կամ անձերի անունները։ Դուք չգիտեմ ինչի զբաղվածություն եք պատճառաբանել, որ չեք ինձ ընդունել, բայց հաջորդ օրը ես տեսա դուք գնացել եք մանգատուն։ Ոչ, ես կրկնում եմ խնդրանքը ձեզ, հորդորը խնդրանքը չէ, որպեսզի դուք ինձ ընդունեք եւ ես ձեզ ներկայացնեմ այն փաստերը, որոնց դուք տեղյակ չեք եւ տեղի ձեր դրածով կադրը հավանաբար ձեզ չի ներկայացնում այդ ամենը ու պատշաճ պայքար չի մղում։ Սպասում եմ նաեւ ձեր արձագանքին։ Այսպես հանրայնորեն դիմում եմ ձեզ, ինձ ընդունեք, այս ամեն ինչի վերջը պիտի կա, չէ՞, վերջը դուք եք ուզում, չէ՞ որ կա։ Դա բայց միասին տանք։ Տիգին Փոստանջյանի հետ կգանք ձեզ մոտ, ինչ հետիր կա։ Խուսափում եք, կազմում չեք խուսափում։ Ես էլ չեմ խուսափում, փաստաթղթերը իմ մոտ են 16 կիլո, 16 կիլո փաստաթուղթ ունեմ։ Վերեմ ծանոթացեք, սկսած 32 դպրոցից եւ մնացած դպրոցներից։ Ես սպասում եմ ձեր պատասխանին։ Ինչի՞ է։ Լավ, սպահին ընդհատենք այս եթերը, հետո էլի կմիացնենք, որովհետև Արբեջան ձեր կոզները